Սիրելի հայրենակիցներ, բարի լույս ձեզ, այսօր հունիսի 3-ն է և ընտրությունների մասնակցող երրորդ համարի քաղաքական ուժը, ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը Հանրապետության հրապարակում ժամը 19:00-ին բոլորին հրավիրում է մեծ հանրահավաքի։ Այդ հանրահավաքի նախապատրաստական երթը մեկնարկելու է Երևանի Արաբկիր վարչական շրջանի Մերգելյան ինստիտուտի հարակից այգուց ժամը 17:00-ից մենք հավաքվելու ենք, 17:30-ից մեկնարկելու է այդ երթը, որից հետո մենք հասնելու ենք երթով Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 19:00-ին կլինի մեծ հանրահավաքը։ Լոգիստիկ տեսանկյունից սա շատ հարմար է, այսինքն նրանք, ովքեր ուզում են միանալ մեզ միանգամից Մերգելյան այգու հարակից տարածքից, կարող են այնտեղ հասնել ինչպես մետրոպոլիտենի բարեկամություն կայարանի միջոցով, որովհետև այդ այգին ընդամենը 1 կանգառ է հեռու մետրոպոլիտենի բարեկամություն կայարանից, կարելի է տարբեր քաղաքի տարբեր հատվածներից մետրոյով հասնել բարեկամություն կայարան, ոտքով կամ տրանսպորտով բարձրանալ 1 կանգառ և ընդեղից միանալ երթին, կամ կարելի է սպասել հենց բարեկամություն կայարանի մոտ, այսինքն տարբեր տեղերից, քաղաքի տարբեր հատվածներից մարդիկ կարող են գալ մետրոյով գալ բարեկամություն կայարան, սպասել մեզ, և երբ որ մենք երթով կիջնենք Վազգեն առաջին նախկին Կասյան փողոցով, այդ հատվածից միանան մեր երթին։ Նրանք, ովքեր մի փոքր կուշանան կամ իրենց կլինի ավելի այլ հարմարություն, նրանք կարող են մեզ միանալ մետրոպոլիտենի Մարշալ Բաղրամյան կայարանից, որովհետև մենք մեր երթը շարունակելու ենք Մարշալ Բաղրամյան պողոտայով դեպի օպերա, այնուհետև Մաշտոցի պողոտայով Հանրապետության հրապարակ, այսինքն մեզ կարելի է միանալ նաև մետրոպոլիտենի Մարշալ Բաղրամյան կայարանից, ինչը որ շատ հարմար է։ Մեզ կարող են մարդիկ միանալ նաև Երևանի կենտրոնի այլ հատվածներից, մեր ուղերձի տարբեր հատվածներից, մասնավորապես օպերայի շրջակայքում, իսկ դա տրանսպորտային հանգույց է, քաղաքի տարբեր հատվածներից տրանսպորտը գալիս է Մաշտոցի պողոտա, հասնում է մինչև օպերայի շենք, այսինքն տարբեր հատվածներից ավտոբուսներով և հանրային տրանսպորտով մարդիկ կարող են գալ Մաշտոցի պողոտա, Ամիրյան և այդ հատվածից նույնպես միանալ մեր երթին, իսկ մեր մյուս մասնակիցները, ովքեր դժվարություններ կունենան քայլելու համար, կլինեն երեխաների հետ, անվասայլակներով և այլն, նրանք միանգամից մեզ կարող են միանալ Հանրապետության հրապարակում ժամը 19:00-ին։ Դե Հանրապետության հրապարակը գիտեք, ամենահեշտ ձև այնտեղ հասնելու համար կրկին մետրոպոլիտենի հենց Հանրապետության հրապարակ կայարանն է, այսինքն որպեսզի քաղաքում խցանումներ չլինեն, վստահ եմ, որ այսօր շատ մարդ է գալու, մեծաթիվ տասնյակ հազարավոր մարդիկ են լինելու, կարող է մեքենաները կայանելու հետ կապված խնդիրներ լինի, օրինակ ես իմ մեքենայով չեմ դուրս գալու այսօր քաղաք, մեքենան կարելի է թողնել, ենթադրենք Սասունցի Դավիթ կայարանի մերձակա հրապարակում, Գործարանային մետրոյի մոտ, Գարեգին Նժդեհ մետրոյի կայարանի հարևանությամբ հարմար տեղերում և մետրոյով գնալ Հանրապետության հրապարակ և մասնակցել հանրահավաքին։ Մենք կոչ ենք անում, որպեսզի այսօր հանրահավաքին գան բոլոր հայերը, ովքեր նախ դեմ են, որ Հայաստանը բնակեցվի 300,000 ադրբեջանցիներով և ովքեր որ ուզում են, որ մենք ունենանք ուժեղ Հայաստան։ Ես հավաքի մասնակցել եմ իմ ընտանիքի հետ միասին և կոչ եմ անում բոլորին հանրահավաքին գալ ընտանիքների հետ։ Դա ոչ միայն քաղաքական ելույթներ են հնչելու հանրահավաքի ընթացքում, այլև լինելու է հրաշալի փառահեղ համերգ, բարձր տրամադրություն, կարելի է գալ ընտանիքներով, ոչ միայն կարելի է, այլ պետք է գալ ընտանիքի անդամների հետ, ընկերներով, հարևաններով, կոլեկտիվներով։ Այսօր աշխատանքային օր է և հանրահավաքն է սկսում աշխատանքային օրվա ավարտից հետո։ Նրանք, ովքեր աշխատում են Երևանի կենտրոնում, կենտրոնական հատվածներում, կարող են տուն էլ չգնալ, մի թեթև սնունդ ընդունել, ընթրիք անել և մնալ մասնակցել հանրահավաքին հենց Հանրապետության հրապարակում։ Իսկ ովքեր այլ վայրերում են աշխատում, կարծում եմ,
որևէ խնդիր չկա, Երևանը մեծ քաղաք չի, Երևանի հեռավոր արվարձաններից անգամ քաղաքի կենտրոն հանրապետության հրապարակ հասնելու համար առավելագույնը կես ժամ ժամանակ է անհրաժեշտ։ Բայց որ կարելի է գալ նաև կոլեկտիվներով, նրանք այսօր ովքեր աշխատանքի են, կարող են հենց իմ աշխատանքի վայրում միմյանց հետ պայմանավորվել, որ երեկոյան գործից հետո բոլորս գնում ենք հանրապետության հրապարակ հանրահավաքի։ Մարդիկ ունեն խմբեր Viber-ում, WhatsApp-ում, ընկերների եւ այլն, պետքա բոլորին գրել, տեղեկացնել, որ այսօր երեկոյան բոլորս հավաքվում ենք հանրապետության հրապարակում։ Սա չափազանց կարևոր հանրահավաք է։ Ինչ իմաստով։ Տեսեք, մենք այսօր պայքարում ենք այդ 300,000 ադրբեջանցիների գալու դեմ, չէ՞։ Պատկերացրեք, նրանք արդեն եկածել են Հայաստան եւ ոչ թե Սամվել Կարապետյանը հայերին կոչանի, ոնց որ այսօր է կոչանում հավաքվել հանրապետության հրապարակում, այլ Իլհամ Ալիևը կոչանի արդեն Հայաստան եկած ադրբեջանցիներին հավաքվել հանրապետության հրապարակում։ Ինչ է կարծում, այդ 300,000 ադրբեջանցիները կգնան հանրապետության հրապարակ հավաքի։ Ես կարծում եմ, որ կգնան առանց բացառության։ Դրա համար այսօր անհրաժեշտ է, որ մեր 3 միլիոնանոց երկրում 300,000 մարդ գա հանրապետության հրապարակ, որպեսզի մեր ներկայությամբ ցույց տանք, ապացուցենք, որ մենք տեր ենք մեր երկրին, որ մենք դեմ ենք այս իշխանությունների ազգակործան թրքասեր դավաճանասեր գործունեությանը եւ Հայաստան ունենալու է հայ ժողովրդի շահերը սպասարկող ղեկավար։ Երեկ Նիկոլ Փաշինյանը թե այսօր առավոտյան հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Պարզ է, չէ, որ նախընտրական այս շրջանում ինչի մասին կարող է լինել այդ հեռախոսազրույցը։ Դա Էրդողանի ուղիղ աջակցությունն է Փաշինյանին, ինչով կարա նրան օգնի, որպեսզի Փաշինյանը մնա իշխանության։ Իսկ Էրդողանին ինչին է պետք, որ Փաշինյանը մնա իշխանության։ Պետք է Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը սպասարկելու եւ իրականացնելու համար։ Մենք Էրդողանին եւ Ալիևին չենք ենթարկվում, ոչ էլ պետք է ենթարկվենք նրանց խամաճիկ կամակատարներին։ Մենք ենթարկում ենք մեր սեփական խղճին, մենք ենթարկում ենք մեր կամքին եւ մենք ուզում ենք ապրել մեր երկրում եւ դարձնել մեր երկիրը ուժեղ Հայաստան։ Բոլոր նրանք, ովքեր ուզում են, որ մեր երկիրը լինի ամուր, խաղաղ, պաշտպանված եւ զարգացող, մենք մեր երկրում ապրենք բարեկեցիկ կյանքով, այսօր ժամը 19:00-ին կլինեն Երևանի կենտրոնում, մեր սիրելի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում, որպեսզի մենք ստեղծենք ուժեղ Հայաստան։ Սիրով կսպասեմ ձեզ բոլորիդ այնտեղ եւ վստահ եմ, որ ինձ համար շատ հարազատ, շատ սիրելի մարդկանց այսօր ես կտեսնեմ հանրապետության հրապարակում։ Լավ եղեք, հանդիպում ենք երեկոյան ժամը 19:00-ին հանրապետության հրապարակում։